Առաջանակ աչածվածում կանգնեց։ Բարեկային ծառայողը կանգնեցրեց վարորդին ստուգելու, արդյոք նրա ավտոմեքենայում ստանդարտին չհամապատասխանող նվագարկչի ուժեղացուցիչ կա։ Կխնդրենք բեռնախցիկը բացեք։ Արտաքին զննությամբ պարզվեց, որ մեքենայի բեռնախցիկում տեղադրված է ստանդարտին չհամապատասխանող ուժեղացուցիչ։ Այս պահին վարորդի իրավախախտման հանգամանքները վերացրել է, լրացուցիչ տեղադրված ուժեղացուցիչը դուրս է բերվում մեքենայից, քանի որ տեղը վերացվել է, արձանագրություն չի կազմում եւ մեքենա պահպանվող տարածք չի տեղափոխվում։ Բարձր երաժշտություն, աղմուկ ու գիշերային անդորի խաթարում։ Այս խնդիրների շուրջ տարիներ շարունակ հնչած բողոքներն ամիսներ առաջ օրենսդրական լուծում ստացան։ 2025 թվականի հոկտեմբերի 2-ին ազգային ժողովը փոփոխություն կատարեց վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում, սահմանելով պատասխանատվություն տրանսպորտային միջոցներում ստանդարտին չհամապատասխանող խլացուցիչներ կամ նվագարկիչների լրացուցիչ ուժեղացուցիչներ կամ բարձրախոսներ տեղադրելու համար։ Օրենքի գործնական կիրառությունն այսօր ստուգեցինք բարեկային ծառայողների հետ։ Կանգնեցված հաջորդ մեքենայում ամեն ինչ համապատասխանում էր սահմանված նորմերին։ Արգել քաղաքացի, մեքենայում ունեք արդյոք տեղադրված լրացուցիչ բարձրախոսեր կամ ձայնային, որ խնդրենք բեռնախցիկը կբացեք։ Վարորդը տեղյակ էր նոր ընդունված կարգից։ Ձեր մեքենայում ամեն ինչ կարգին է, բարի ճանապարհ ձեզ։ Ուժեղացված շրջայցի ընթացքում հանդիպած հաջորդ մեքենայում եւս ամեն ինչ համապատասխանում էր ստանդարտներին։ Սահմանված կարգով կանգնեցել ենք քաղաքացու տրանսպորտային միջոցը, քաղաքացին տեղյակ է օրենքի մասին, չունի եւ չի էլ ունեցել։ Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքում լրացում կատարելու մասին եւ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխությունները հեղինակել են Ալեն Սիմոնյանը, Սերգեյ Բագրատյանը, Հասմիկ Հակոբյանը եւ Արուսյակ Ջուլհակյանը։ Եթե տրանսպորտային միջոցում տեղադրված են ոչ գործարանային կամ ստանդարտին չհամապատասխանող, այսինքն հենց տրանսպորտային միջոցների համար չնախատեսված սարքավորումներ, որոնց ձայնի մակարդակը շատ բարձր է եւ ինքը խոչընդոտում է բնականաբար երթևեկության մյուս մասնակիցներին, բացի այդ ընդհանուր հանրային անվտանգության տեսանկյունից է խնդիր, մասնավորապես առողջապահական նաեւ տեսանկյունից, որ գիշերային ժամերին դրանց բարձր երաժշտությունը բնականաբար խանգարում է ու հաշվի առնելով հանրային պահանջարկը, քանի որ շատ ենք ստանում բողոքներ, այդ մասով նաեւ ազգային ժողովի падգամավորներն էին նման բողոքներ ստացել եւ հենց իրենց կողմից էլ նախաձեռնվեց այս օրենքի նախագիծը եւ ընդունվեց։ Վերահսկողական միջոցառումները սկսվել են այս տարվա նոյեմբերից։ Օրենքը պատասխանատվություն է սահմանում 3 դեպքում՝ սարքավորումը տեղադրելու, այն տեղադրված վիճակում մեքենա վարելու եւ շարժման ընթացքում օգտագործելու համար։ Եթե լիներ այնպես, որ պատասխանատվություն կիրառվեր միայն օգտագործելու համար, նույն մեր վարորդները, երբ օրինակ կնկատեին բարեկային ծառայողին, ով տվյալ տարածքում ծառայություն է իրականացնում, բնականաբար օգտագործումը կդադարեցնեին եւ հետո արդեն կպնդեին, որ իրենք չեն օգտագործել ու կստացվեր, որ օրենքը ուղղակի կիրառել հնարավոր չէ։ Եթե իրավախախտման հայտնաբերման պահին վարորդի ինքնակամ ապամոնտաժում է սարքավորումը, վարչական ներգործության միջոցներ չեն կիրառվում։ Շրջայցի ընթացքում հայտնաբերվեց 2 մեքենա, որտեղ ստանդարտներին չհամապատասխանող ուժեղացուցիչներ էին առկա։ 2 վարորդներն էլ ինքնակամ հեռացրին դրանք։ Հակառակ դեպքում նախատեսված է տուգանք 10,000 դրամի չափով եւ 2 տուգանային միավոր, ինչպես նաեւ սարքավորման առգրավում։ Մեքենան տեղափոխել ենք պահպանվող հատուկ տարածք եւ տվել ենք ողջամիտ 24 ժամ ժամանակ, որպեսզի մոտենան եւ տեղում իրավախախտումը վերացնեն։ Եթե չեն մոտեցել վարորդները բարեկային ծառայության կողմից նշված ստանդարտին չհամապատասխանող բարձրախոսները եւ նվագարկչի ուժեղացուցիչները առգրավել է բարեկային ծառայության կողմից եւ մեքենան հանձնվել վարորդին։ Նոյեմբերից ի վեր ստուգվել է մոտ 2500 տրանսպորտային միջոց, շուրջ 400 վարորդ կամավոր հեռացրել է սարքավորումները, իսկ մոտ 350 անձի նկատմամբ կիրառվել են վարչական միջոցներ, ներառյալ առգրավումը։ Քրիստինե Թորոսյան, Արտակ Գևորգյան, լուրեր։